Բարի աշխատանքային առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում, մենք եւս աշխատում ենք օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Տոներն են մոտենում, իսկ դուք հասցրել եք տոնական գնումներ կատարել, նվերներ գնել իհարկե ձեր սիրելիների, երեխաների համար, չէ՞ որ ամենահետաքրքիր հեքիաթը կատարվում է, իրականանում է իհարկե ժամը 12-ին, երբ որ խփում են դինգ-դոնգ։ Այս պահին արթնանալու համար իհարկե առաջարկում եմ բոլորիդ մի լավ երաժշտական հետաքրքիր տեսահոլովակ, վերադառնանք ու շարունակենք մեր եթերը, շատ հետաքրքիր է լինելու։ Վերադարձանք, ես եւս արթնացա, ես իհարկե տրամադրությունը բոլորիդ մոտ պետք է լավ լինի, որտեղ տոնական տրամադրությունը պահպանում է նաեւ տրամադրությունը հաջորդ տարին դիմավորել, ասում են, ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կշարունակվի։ Լավ տրամադրություն ունենալու համար իհարկե պետք է սնվել, պետք է մարզվել, պետք է ինչ անել, պետք է իհարկե լավ հարաբերություններ ունենալ լավ մարդկանց հետ եւ բարի լինել։ Այս պահին իհարկե առաջարկում եմ մի բարի փոքրիկ տեսանյութ, որից հետո կվերադառնանք ու մեր հյուրերին կհարադառնանք։ Գնացինք։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է երգեհոնային հեքիաթներ, ճամփորդություն, երգեհոնի կախարդական աշխարհ, համերգ ներկայացումը։ Փոքրիկ հանդիսատեսին սպասվում է գեղեցիկ անակնկալ։ Համերգ ներկայացումն ամբողջովին նոր շունչ ունի, հատուկ պատրաստված դեկորներով եւ հագուստներով, որոնք կբացեն երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհը նոր լույսով։ Երեխաներին սպասվում է երգեհոնային երաժշտության հեքիաթային երեկո, լի զվարճալի եւ ինտերակտիվ զրույցներով։ Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը, մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։ Տոմսերի համար զանգահարել 055 220 120 հեռախոսահամարով։ Տոմսերը վաճառվում են նաև on-line հարթակներում։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է շարունակում առավոտյան օրը բարի ծրագիրը։ Այսօր դեկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտական տանը տեղի կունենա երգեհոնային հեքիաթներ, ճամփորդություն, երգեհոնի կախարդական աշխարհ ամանորյա համերգ ներկայացումը։ Եվ այս կապակցությամբ արդեն հյուրերը մեր տաղավարում են, առաջարկում եմ նրանց հետ զրուցել։ Երգեհոնահարներ Լուսինե Հարությունյան, բարի առավոտ, սիրելի Լուսինե, եւ Հարություն Թակվորյան, ճանաչված իհարկե երաժիշտ եւ իհարկե շատ լավ մարդ, մեր գործընկեր, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, չեմ հարցնում առավոտը ինչպես է սկսում, որովհետև գիտեմ, որ առավոտյան շուտ բոլորդ աշխատում եք եւ բոլորս միասին ենք աշխատում, մեկ միջավայրում գալիս եք աշխատանքի։ Ինչպես եք, լավ եք ամեն ինչ։ Այո, շնորհակալություն։ Խոսենք այս ներկայացումից, հա, այն իհարկե բազմաթիվ անգամներ ներկայացվել է եւ այսօր վերաձևվել է կարծես եւ ամանորյա նոր հեքիաթ է դարձել։ Ինչպես ծնվեց ներկայացումը եւ ինչ, այսինքն ձևափոխումների այսօր արժանացել է։ Նորից բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ մենք անցկացնում ենք իրար հետ։ Այդ համերգի մասին մի երկու բառ ասեմ, ուրեմն անցած տարի մոտավորապես այս ժամանակ ես մոտեցա մեր փոխտնօրենին գեղարվեստական մասով փոխտնօրեն Փարոն Սուքիասյան Արմենին եւ առաջարկեցի իրեն մանկական պրոյեկտ Համերգ ներկայացում։ Այո, սկզբից ավելի շատ համերգ էր։ Ու հետո արդեն աշխատանքի ընթացքում, երբ որ մենք արդեն սկսեցինք աշխատել սցենարի վրա, մտածել ոնց այդ պրոյեկտը դարձնենք իրոք հետաքրքիր երեխաների համար, մենք եկանք դեպի այդ ֆորմատ համերգ ներկայացում։ Զուգահեռեցիք երկուսը։ Այո։ Գիտեք, ինքան հետաքրքիր էր այդ աշխատանքը, որովհետև մենք մեր թիմով էինք աշխատում, բացի Հարութից նաև Աննա Բակունցն էլ մեզ հետ այդ պրոյեկտի մեջ եւ
շատ մեծ գործ են կարել բոլորս իրար հետ եւ մեր փոխտնօրենի հետ, որովհետեւ ամեն ինչ արել ենք մենք ինքնուրույն։ Համ սցենարն ենք գրել, համ բեմադրել ենք, ամեն ինչ։ Փաստորեն մեզ համար դա էլ նոր գործ էր, նոր աշխատանք էր, որի մեջ մենք ահագին բան սովորեցինք։ Այ հետաքրքիր է, քանի որ ներկայացումը համերգ ներկայացում ունի երկար կյանք արդեն, հա, եւ կա, եթե բազմաթիվ անգամներ այն ներկայացվել է, ապա գալիս ենք այն եզրահանգման, որ կա ցանկություն, առաջարկ եւ այլն եւ այս եւս մեկ անգամ դիտելու եւ գալիս է։ Հետաքրքիր է նոր տարվա հետ կապված, հա, որ դուք ձևափոխել եք, չէ՞։ Նաեւ ինչ է սպասվում նոր տարվան։ Այս դրա մասին եմ ուզում խոսեմ։ Կան ինչ-որ կերպարներ, եթե չեմ սխալվում, յուրաքանչյուր ինչ-որ կերպարներ ունեք, հա։ Այդ կերպարները ինչ են ներկայացնում, ինչն է համախմբվում եւ ո՞րն է ամենակարևորը, ո՞րն է այս ներկայացման նշանը, որ իր բալիկները երեխաները պետք է գան ու դիտեն։ Նախ ես թույլ տվեք, ես էլ կրկին շնորհակալություն հայտնեմ հրավերի համար, այստեղ գտնվելու համար։ Ինչ վերաբերում է մանկական ներկայացման կերպարներին, այո, իհարկե ինչպես նշեցիք, այնտեղ կան կերպարներ, նախ եւ առաջ գլխավոր հերոսը մեր երգեհոնն է, որը այդ ներկայացման որպես թագավոր է ներկայանում մեր երգեհոնը եւ նաեւ կան երաժիշտներ, ովքեր օգնում են երգեհոնը ներկայացնելու, նրանք Լուսինեն եւ Աննան են, որոնք երեխաներին շատ մատչելի ձևով ներկայացնում են երգեհոնի կառուցվածքը եւ տարբեր հանրահայտ երաժշտություններ են նվագում երեխաների համար։ Իսկ այդ ընթացքում այնտեղ կա մի չար խանգարող կերպար, որը ֆալշ թզուկն է, չար, որի դերը ես եմ տանում, այո, ժամանակ առ ժամանակ սկսում եմ մուտք գործել, խանգարել, զայրանալ, թե ինչու են այսպես հավաքվել, ուրախանում են երգեհոնով եւ այնտեղ ներկայացնում են, որ ես ժամանակին պարապել եմ, սակայն ծույլ եմ եղել Եվ շատ վատ եք տիրապետում երգեհոնին։ Հա, ինձանից ոչինչ չի ստացվել եւ ես հիմա շատ վատ եմ տրամադրված եւ փորձում եմ ամեն գնով խանգարել, որպեսզի երգեհոնը չմեծարվի, երեխաները չուզենան ընկերանալ եւ այդպես ժամանակ առ ժամանակ այդպես չարություններ եմ անում, գալիս խանգարում եմ, անջատում եմ երգեհոնը բայց վերջում բարիանում եմ շնորհիվ գեղեցիկ երաժշտության ներկայացման վերջում գալիս եմ զղջում եմ ուզում եմ ընկերանալ երեխաների հետ եւ իրենց համար այդպես մի հատ գեղեցիկ մուլտֆիլմից երաժշտություն եմ նվագում եւ այդպես ամեն ինչ ավարտվում է Այ հետաքրքիր է որ երբ որ ներկայացեցիք հա ես ինչպես հասկանում եմ հանդիսատեսը ոչ թե նստում է եւ դիտում է մասնակից է լինում այս ամեն ինչին շատ հետաքրքիր իհարկե ֆորմատ է սա այս դրա մասին խոսենք ինչպիսի որտեղից է սկսվում եւ սա ինչ է տալիս երեխային հասկացանք որ երգեհոնը դա կախարդական մի աշխարհ է որը բացահայտում է յուրաքանչյուր երեխայի համար հաջորդը այսինքն ինչն է կարեւորը այս ներկայացման մեջ երեխայի համար կարեւորը նա է որ սա նախադեպը չունեցող մի երևույթ է, մինչև այդ եղել են պարզապես երգեհոնային համերգներ, համապատասխան ծրագրով։ Երբ որ հերվից դիտել են, չէ, երգեհոնը շատ հերվից է։ Բայց երեխաների համար մաչելի դարձնելու համար սա շատ կարևոր եւ յուրատեսակ մի նախագիծ է, որտեղ հնարավոր է լինում համատեղել եւ երաժշտությունը եւ զուգահեռաբար ներկայացվում է երգեհոնի առանձնահատկությունը Եվ երեխաների համար ավելի ընկալելի է դառնում, ավելի մաչելի է դառնում եւ շատ կարեւոր է փոքր հասակից առնչվել եւ սեր ունենալ դեպի բարձր արվեստը, որը անշուշտ հետագայում իր ազդեցությունն է ունենում երեխայի աշխարհընկալման զարգացման հարցում եւ արդեն փոքրուց նրանք առնչվում են բարձր արվեստի հետ եւ արդեն ծանոթ են լինում եւ անպայման հետագայում իրենց մոտ ցկտում կառաջանա շարունակելու համերգներին հաճախելու եւ ինչու՞ չէ շատերի մոտ նաեւ երգեհոն սովորելու պրոֆեսիոնալ կատարող դառնալու առումով շատ կարեւոր է, որովհետեւ մի ժամանակ կար, որ ուսանող չկար, ցկտում չկար, իսկ հիմա ես վստահ եմ, որ անպայման հետաքրքրությունը, այո, նորից անպայման կավելանա
երեխաների մոտ։ Այ անդրադառնանք ներկայացմանը, հա, կերպարներին։ Դժվար էր կերպարները ընտրել եւ ինչպես որոշվեց, որով ինչ կերպարում պետք է լինի եւ իհարկե անկեղծ ցանկություն առաջացավ դիտելու նաեւ ինքս մասնակից լինելու այս բանին։ Մեծ սիրով բոլորին հրավիրում ենք, մեծ սիրով կարող եք գալ։ Ինչպես ընտրեցի կերպարները, էլի։ Ես ասեմ, հա, ու ավելա ֆալշ դասուկն եք, այո։ Ուրեմն սկզբից մեր պրոյեկտում թզուկ մենք չունեինք, ճիշտ ասած։ Մեր սցենարը մի քիչ ուրիշ ձև էր ու մենք մտածել էինք, որ ես ու Աննան տարբեր կերպարներ ենք տանելու։ Մարմնավորելու։ Այո, հա, ու դրա համար մենք ուզում ենք քիչ ուժերով այդ պրոյեկտը անենք, որտեղ դա ավելի հեշտ է, էլի, որտեղ որ շատ մարդիկ Ինչքան քիչ բնականաբար կերպարներ, այնքան ավելի քիչ աշխատանք, այնքան քիչ հասկանալի է։ Այո, բայց մենք որ արդեն աֆիշան դրեցինք ու հայտարարություն արեցինք, որ այտենց համերգ ներկայացում ալնելու, մեր հանդիսատեսները սկսեցին զանգել ու հետաքրքրվել Աֆիշայի վրա թզուկ էր նկարած։ Ու իրանք հետաքրքրվում են, իսկ թզուկ լինելու է ձեր համերգին։ Դրա համար այն որ ասում եմ վերջի բանի մենք կենտրոնացանք միանգամից Թակորյանի վրա, բնականաբար։ Մենք հասկացանք, որ գլխավոր դերը դա է լինելու, հենց սկզբից էլ մենք մտածել ենք, որ մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ դերասանուհի։ Իսկ միանգամից թզուկ է հետաքրքիր է, պարոն Թակորյանը։ Այո, միանգամից մենք ուրիշ տարբերակ չունենք, այդ առաջարկը եւ մեր փոխտնօրենից էլ եկավ, նաեւ մենք էլ իմանալով, որ Հարությունը ունի այդ դերասանական փորձը։ Իհարկե, արտիստ է։ Ինքը արտիստ է։ Դրա համար մենք մտածեցինք, որ իրոք շատ հետաքրքիր կլինի։ Մենք առաջարկենք, չգիտենք ինքը կհամաձայնվի թե ոչ, բայց մենք շատ ուրախացանք, որ ինքն էլ մեծ հաճույքով ընդունեց այդ մեր առաջարկը ու միացավ մեզ այդ մեր թիմը ու մենք սկսեցինք աշխատել արդեն այդ ուղղությամբ եթե կարելի է մի հատ վերադառնանք ձեր նախորդ հարցին ու ես ուզում եի ավելացնել, որ այս մեր նոր տարվա համերգը իրոք ունի փոփոխություններ։ Առաջի հերթին մենք արդեն մի երկու համերգ այո, տարբերվում է, որովհետև մենք առաջի հերթին մենք ստացել ենք նոր բեմական հագուստ։ Մեր համերգը ներկայացումը շատ սենց սիրունացել, զարդարվել, այո, նոր տարվա հետ կապված բաներ ունենք, փոփոխություններ ունենք սցենարում, որովհետև մեր ֆալշ թզուկը մեզ խանգարում է նաև ոչ միայն նվագելուց ու ուրախանալուց, որ մենք հավաքվել ենք այստեղ, բայց նաև ինքը ասում է, որ մենք չենք կարողանա նոր տարի դիմավորել նոր տարին, ու մենք ինքը խանգարելու է, ոչ մի բան չստացվի այդ մեր աշխարհում երաշտական, բայց ինչպես ինքը արդեն մեր գաղտնիքները բացեց, արդեն ինքը բարիանում է վերջում ու միանում է մեզ։ Թակորյանի պարագայում կերպարում պետք է որ ինքը բարիանար, որովհետև ինքը միշտ բարի է։ Եվ Թակորյան, երբ որ առաջարկը եղավ, ինչ մտածեցիք։ Ներողություն էլի իհարկե, եւ տարիքի հետ կապված եւ իհարկե դուք լուրջ երաժիշտ եք։ Իսկ ո՞նց պատկերացրեցիք, հետաքրքիր է էլի այս ամեն ինչը։ Դե ասեմ, որ ինձ միշտ դերասանական խաղը շատ գրավիչ է եղել, միշտ հետաքրքիր է եղել, ինչպես են դերասանները տարբեր կերպարների մեջ մտնում եւ գործի բերումով առիթներ շատ են եղել տարբեր դերվագներում նկարահանվելու, ինձ միշտ այդպես շատ գրավել է այդ ոլորտը
Եվ ինչպես Լուսինեն ասեց, այդպես անակնկալ որոշեցին ինձ ներգրավել, եւ երբ առաջարկ եղավ, իմ համար շատ այդպես հետաքրքիր եղավ, շատ ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը, չնայած սկզբում մի քիչ անհասկանալի էր, ինչ պետք է լինի, ինչպես պետք է լինի այդ ամենը, բայց երբ որ արդեն ծանոթացա սցենարին, միանգամից պատկերացրեցի ինչպես պետք է դերի մեջ մտնեմ, դե ինչ վերաբերում է տարիքին լուրջ երաժիշտ դնելուն իհարկե դա այդպես է, բայց մյուս կողմից էլ ինչպես շատ մարդիկ երաժիշտներ ունեն, ես գիտեմ որ մանուկ են, փոքր են բոլորն էլ, բայց երաժիշտներ ունեն ամբիցիա, չէ՞ որ այսինքն երբեմն ինչ-որ բան առաջարկում ես, ասում են, չէ էլի ես այդ չեմ անի, օրինակ ասենք, ոչ թե չեմ կարող, այլ դա ես չեմ անի, պարզապես յուրաքանչյուր երաժիշտ չի որ կհամաձայնի, էլ եկեք ճիշտը խոսենք։ Այո, մենք էլ ենք մտածում, որովհետև սկզբից այդպես բան չկար, էլ այդ բեմական բաներ չկային մեր պրոյեկտում, որպես արտիստ մեզ չենք տենում ու դրա համար մենք որպես երաժիշտ պետքա դուրս գայինք բեմ, ներկայացնենք մեր գործիքը, պատմենք, ամեն ինչ դա հետո փոխվեց, ավելացավ ու մեր բոլորիս համար դա հարց էր։ Մենք ոնց ենք անել այդ ամեն ինչը, մենք բոլորս այնպեսի հետաքրքիր բան եկավ այսպես, հա, շատ ես պատկերացնում եմ յուրաքանչյուր ներկայացումից հետո դուք ինչ էներգիայով եք լցվում, ինչ հետաքրքիր, ինչ դրական ու այն մաքուր երեխաների ես պատկերացնում եմ նաև երեխաների այդ խաղի միջոցով, երեխաների շփման միջոցով, հա, ճանաչելով արվեստը ներկայացնելու միջոցով ինչ լավ էներգիա եք վերցնում ու մաքրվում եք, չէ՞, այս առօրյա հոգսերից, այս ամեն ինչից ձեզ բարի նախանձով նախանձեցի։ Կարելի է ասել, որ ներկայացումը Վարոն Թակվորյան չունի տարիքային ցենզ, կարող են բոլորը գալ դիտել, թե իհարկե, դե իհարկե նախատեսված է հատկապես երեխաների համար, բայց բնականաբար երեխաները, այո, ծնողների հետ են գալիս, ծնողները նույնպես շատ հիացած են լինում, ինչպես նաև շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ գալիս են եւ մեծ հիացմունքով են դիտում եւ շատ լավ գնահատականների ենք արժանանում այս նախագծի համար, որովհետեւ նախադեպը ճանաչող մի նախագիծ է, անգամ արտասահմանցի երաժիշտները փառատոնի շրջանակներում որ գալիս էին, ասենք հանրայինի երաժիշտներ մեր մոտ ելույթներ ունենալու, նրանց նույնպես ներկայացում էր, որ ասենք այսպեսի ներկայացումներ ենք մենք կազմակերպում երեխաների համար եւ նրանք նույնպես շատ հիանում էին նման նախագծերով, որովհետեւ ոչ բոլոր երկրներում կարող է հանդիպել նման երևույթներ եւ միգուցե իրենք էլ օրինակ վերցնեն իրենց մոտ էլ նման նախագծեր իրականացնել։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ այսօր մեզ հյուրընկալելու համար։ Ձեզ այսօր բարդոր է սպասվում, քանի որ երեկոյան արդեն բուն ներկայացումն է լինելու։ Այս քանի որ նախատոնական է, ես բոլոր իմ հյուրերին յուրաքանչյուր օր խնդրում եմ, որպեսզի օգտագործենք եթերը եւ շնորհավորական մաղթանքը յուրաքանչյուրը իր հղի մեր իհարկե հեռուստադիտողին։ Խնդրեմ ձեր շնորհավորական մաղթանքը։ Ցանկանում եմ, որ խաղաղության տարի լինի, որ իրականանան բոլոր նվիրական երազանքները, առաջերտին առողջություն լինի, խաղաղություն լինի եւ սեր համերաշխություն թող տիրի, որպեսզի մենք էլ երաժիշտներով միշտ շարունակենք մեր արվեստով ձեզ ուրախության պահեր պարգևենք, ամենայն լավն եմ ցանկանում, թող խաղաղ հաջող տարի լինի ամենքիս համար։ Շնորհակալություն։ Ես բոլորովին համաձայն եմ հարությունի հետ, առողջություն, երջանկություն, թող բոլոր մեր նպատակները մենք հասնենք բոլոր մեր նպատակներին ու կարողանանք այս տարին անցկացնենք խաղաղ երկրում եւ ամեն ինչ մենք ուզում ենք, ամեն ինչ կատարվի, այտենց լավ բաները կատարվեն, հա։ Ամեն լավ։ Այո, իսկ ես ուզում եմ հիշեցնել ձեզ սիրելի հեռուստադիտող, որ այսօր ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանտեղի կունենա երգեհոնային հեքիաթներ, ճամփորդություն, երգեհոնի կախարդական աշխարհ ամանորյա համերգ ներկայացումը։ Մեր հյուրերն էին երգեհոնահարներ Լուսինե Հարությունյանը եւ Հարություն Թակվորյանը։ Շնորհակալություն ձեզ, շնորհավորում եմ գալիք ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Սիրելի հեռուստադիտող, պատրաստեք տոներին, փոխեք ձեր տրամադրությունը,
ունեցեք լավ առօրյա, գնացեք գնումներ կատարեք հարազատների, մտերիմների, երեխաների համար տոնական, որպեսզի ձեր օրն էլ մի փոքր լցվի ինչ որ մի հետաքրքիր նոր բանով։ Լավ եղեք։ Կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ։